Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ ձեր հնչեցրած մտքերի հետ, այստեղ իմ կարծիքով մեր հիմնական անելիքը այդ հավելյալ տնտեսական աճի բաշխմանն է վերաբերում եւ մեր տնտեսական քաղաքականությունը հենց առաջի հերթին պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ հարկաբյուջետային քաղաքականությունը, որպեսզի այդ աճի բաշխումը հնարավորինս ներառական լինի եւ վերաբերվի մեր բոլոր սոցիալական շերտերին, ինչը նաև դրսևորվում է այն վիճակագրության, որը պարոն Պապյանը ներկայացրեց, եւ մեր գործողությունները այս ուղղությամբ պետք է շարունակական լինեն։ Պարոն Հովհաննիսյան, այդ թեմային էլ մենք բազմիցս անդրադարձել ենք եւ իհարկե դա բնականաբար մեզ համար ամենազգայուն եւ կարեւոր թեմաներից է, որովհետեւ Բաշխման մասին երբ որ խոսում ենք, իհարկե պետական բյուջետային քաղաքականություն դրա կարևոր ատրիբուտներից մեկն է։ Բայց ըստ էության բաշխման process-ում կարևոր է ոչ միայն, այսպես ասած, այդ հնարավորությունը ստեղծելու, այլև այդ հնարավորությունից օգտվելու ունակությունը։ Որովհետև ես հիմա այսօր ուզում եի անդրադառնալ, ուղղակի տեն ժամանակը Ես երկար ձգվեց միջև նախագծերը կարդում էի 25 րոպե գնաց նիստի կեսը, բայց հետեւյալը, որ այս աշխատավարձերի մասին, որ խոսում ենք, աշխատավարձերը աճել են, միջին աշխատավարձը աճել է, աշխատատեղերը աճել է եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչի արդյունքում միշտ հարց է ծագում, այսինքն սա նշանակում է, որ մարդիկ լավ են ապրում։ Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում, բայց որ մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Կամ բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ մարդիկ են ավելի լավ ապրում։ Այն մարդիկ, ովքեր իրանք վրա աշխատում են, որ Հայաստանում հարգելի գործընկերներ, մեծ գումարներ են պտտվում։ Երեք ես տեղեկանքն եմ ստացել կենտրոնական բանկից Եվ այս տարի, եթե ճիշտ եմ հիշում, $500 միլիոն գնում է իրականացրել, պարոն Գալստյան, ճիշտ եմ հիշում թիվը։ Չէ, ավել, 1.5 միլիարդի կարգի։ 1.5 միլիարդի, բա 500 միլիոնը Նայեք պահուստների պահուստի աճը։ 1.5 միլիարդ կենտրոնական բանկը 1.5 միլիարդ, 1.5 միլիարդ, պարոն Գալստյան։ Այո, 1.5 միլիարդ դոլար։ 1.5 միլիարդ դոլար է գնել Հայաստանի Հանրապետության շուկայից։ 1.5 միլիարդ դոլար։ Մենք հասկանում ենք, ես ինչ նշանակում։ Այդ նշանակում է այդ 1.5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, եւ կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ եւ այդ 1.5 միլիարդը գնել է, այսինքն այս 1.5 միլիարդը դարել է դրամ եւ վերադարձել է շուկա։ Հիմա բացի այն սովորական, որ գիտենք, Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պտտվում։ Պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողությունը այս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են, իրենց կրթության շնորհիվ։ Այսօր Հայաստանում ինչքան էլ փորձեն տպավորություն ստեղծել տենց, այդպիսի բան չկա, որ մտնեն միտեղ, ասեն հավաքեք, ես մերն է եւ այլն եւ այլն։ Չնայած եթե տենց դեպքեր լինում են, դրա համար իրավապահ մարմիններ կան, պետքա քննեն, հետաքննեն, զբաղվեն։ Բա ով է, բա մարդ կա այս 1.5 միլիարդ դոլարը, այս sense դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Որտեւ մարդը չունի անհրաժեշտ հմտություն։ Այդ 1.5 միլիարդը հավելյալ հատվածն է, այս 1.5 միլիարդը չէ։ Շատ ավելի մեծ, մի քանի 1.5 միլիարդ դոլարների մասին։ Պատկերացրեք, մարդը նստած է, իրանց չգիտեմ, որևէ զբոսայգում, որևէ տեղ, կամ կանգնած է, կամ այդ 1 միլիարդները դեմով անցնում են, ցենց անցնում են դեմով։ Որ մարդը ավելի վատ է ապրում։ Ստեղ է խնդրեմ, մենք պետք է օգնենք այդ մարդուն, որ ասում եմ մարդը պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, որ այդ 1.5 միլիարդ
դոլարի իր բաժին ունենա, որն է դրա ձև, միայն մի ձև, մենակ կրթություն, ուրիշ որևէ բան չկա։ Ինչ ուզում եք այդ 1.5 միլիարդից կեսը խողովակով մտցնենք իրանց տուն։ Մեկը իրանց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է պետք հմտություն։ Համեցեք, պարոն։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, այսքան որ մանրամասն վերլուծեցինք, ձեր թույլտվությամբ ես մի շերտ էլ փորձեմ էլի ավելացնել, քանի որ ոնց որ անհրաժեշտություն առաջացավ ավելի համակողմանի բան անել, ամփոփել պատկերը, ես կարծում եմ, որքան էլ որ պարոն Պապոյանը ասում է այսօրվա անորոշությունների պայմաններում, ես կասեի այո եւ ոչ, որքան անորոշ է, այնքան էլ շատ որոշակություններ կան եւ այդ որոշակությունները շատ պոզիտիվ են։ Եվ ես վստահ եմ, որ դա տնտեսության վրա էլ է այդպես անդրադառնում։ Իհարկե առաջին հերթին ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայրի ավելի ու ավելի ուրեմն ձևավորումը եւ ամրապնդումը եւ վստահաբար տնտեսագետ չլինելով հանդերձ կարող եմ պնդել, որ սա չի կարող իր ազդեցություն չունենալ էլի տնտեսության վրա եւ ակնկալիքների առումով եւ ապագայի նկատմամբ վստահության առումով եւ մարդկանց եւ բիզնեսների եւ խոշոր բիզնեսների կողմից։ Ես նույնիսկ կասեի, սա հիմնական գործոններից մեկը կարող է լինի, իհարկե մնացած բաների հետ հավասար։ Պարոն Միրզոյան, լրացնելով ձեզ, ուզում եմ հիշեմ այս երկու օրը ինչ տնտեսական թեմայով հետ եմ հանդիպել, չեմ կարող հիշեմ, բայց հիշում եմ մի բան, որ երբ որ տնտեսությունից խոսում, ես անդադ լսում էի օգոստոսի 8-ից հետո, օգոստոսի 8-ից հետո, օգոստոսի 8-ից հետո, օգոստոսի 8-ից հետո։ Խոսում են տնտեսական նախագծերի մասին, ներդրումային հնարավորությունների մասին, հեսա որ հիշեմ, կասեմ, բայց այդ հանդիպումից ուղղակի ինչի մյուսները չեմ հիշում, որովհետև այս օգոստոսի 8-ից հետո արտահայտությունը այնքան է ֆիքսվել հիշողությանս մեջ, որ իսկապես այդ կա։ Եվ բայց նաև այդ կա, որ մենք պետքա Էդ էլ ասենք, որ կա չէ տենց դժվար ժամանակներ, անորոշ ժամանակներ, խառը ժամանակներ, բանի հիմա նաև միջազգային ամբիոններից այդ ամեն ինչ հնչում է, բայց պետք է մի րոպե ասել, հələ մի րոպե էլի կներեք, մի բան հարցնեմ, այդ երբ էր ժամանակները որոշակի, չկա տենց ժամ, եկեք նայենք հետահայաց նայենք վերջին տարիների պատմությունը, երբ ա եղել որոշակի Չէ, կներեք, այդ նույն ժամանակներում էլ եղել են կոնֆլիկտները եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի եղել եւ չի լինում ուղղակի։ Գուցե պակաս եւ ավել, ոչ մի խնդիր։ Եվ այդ առումով այո, մենք պետքա մեր հստակ քայլերով ռազմավարությամբ որոշումներով գնանք առաջ եւ դա նաեւ տնտեսությունն էլ ինքը էմոցիոնալ եւ հոգեբանական բան ունի։ Պարոն Գրիգորյան, դուք ինձ մի հատ գիրք եք նվիրել, որտեղ դրա մասին էր, որտեղ ասում էր, որ տնտեսությունը նարատիվների վրա է կառուցված։ Ասենք մարդը լուր է լսում, այդ օրը որոշում է գնա սրճարան թե չգնա, գնա ռեստորան թե չգնա։ Այդ օրը միս առնի, կաթ առնի, թե սուխարի առնի երկար պահելու համար։ Ամբողջ ժամանակակից տնտեսությունը, այսինքն այն որ կատարվում է իրականության մեջ, եւ ինչ այլոց։ Սրանց քաղաքական հետևություն էլ կա։ Այն որ 2025 թվականին, 2024 թվականին, 2023 թվականին մենք շարունակական տնտեսական աճ ենք ապահովել, դա նշանակում է, որ ոմանց կողմից զարգացվող Հայաստանի կործանման տեսության ոչ մեկ չի հավատում։ Հակառակ այդ պայմաններում հենց այդ գիրքը հիշեցի, այդ Նոբելյան մրցանակակիր էր կարծեմ գրքի հեղինակը, այդ տրամաբանության չի կարա տնտեսությունը զարգանա, որովհետև տնտեսությունը զարգանում է այն պայմաններում, երբ որ տնտեսության մասնակիցը, մարդը հավատում է ապագային։ Եվ կարծում եմ այդ տրամաբանությամբ մենք պետք է առաջնորդվենք։ Բայց անցնենք գուցե հաջորդ հարցերի քննարկմանը։ Ես հարցնել չմոռանանք քվեարկենք, այդքան նախագիծ կմնա բան